բարի լույս, իմ շատ սիրելի բաժանորդներ, հարազատներ, բարեկամներ և օվկիանոսից այն կողմ ապրող հայեր ջան, որտեղ բարի լույս, որտեղ բարի օր, որտեղ բարի երեկո, բոլորիդ ջերմ բարևներ եմ ուղարկում, սիրելիներս, թող ձեր օրը լցված լինի Աստծո օրհնություններով և Աստծո լույսով, սիրելիներս, այսպիսի գեղեցիկ, պայծառ, արևոտ օրով էլ ձեզ ասում եմ ինչպես եք, ես լավ եմ, տրամադրությունս լավ, օրս լավ, սիրելիներս, ցանկանում եմ, որ դուք էլ միշտ լինեք առողջ, ուրախ, երբեք չտխրեք, ես իմ կոֆեն դրեցի, բերել եմ մեր բալկոնում նստած եմ, չեմ ասում պատշգամբ, ես ասում եմ բալկոն, մեր բալկոնում նստած, ուզում եմ ձեզ հետ միասին կոֆե խմել և մի փոքր զրույցել։ Արդեն օրը լավ գարնանային է, սիրելիներս, արևը այսօր շատ ջերմացնում է, ձյունը բավականին հալվել է, արդեն չորանում է, կամաց արդեն գարունը իր ջերմությունը, իր տաքությունն է բերել մեզ, սիրելիներս, և հույսով ենք այսուհետև էլ ցուրտ չի լինի, ձմեռը նահանջեց վերջապես, հույս ունենանք, որ նահանջեց, չնայած չենք կարող կռահել, վաղը ինչ կլինի։ Սիրելի հետևորդներ ջան, շնորհակալ եմ բոլորիցդ ձեր ջերմ, բարի մաղթանքների համար, ձեր ջերմության համար, ձեր լավ կամեցողության համար։ Մի փոքր ձյուն է մնացել այս կողմի վրա, չնայած Հայատի այն կողմը, բակի մյուս կողմը շատ ձյուն կա։ Դա էլ ոչինչ, այսպիսի եղանակ որ անի, մի շաբաթում կմաքրվի, ձյունը արդեն կվերանա։ Հույսով ենք, որ կսկսենք մեր հողամասի մաքրությունով շուտով, սպասում ենք ավելի ճիշտ։ Կար ժամանակ, որ մատով այդ մանր աղացած կոֆեն ուտում էինք, հիշում եք, անցան այդ ժամանակները, դե ես իմ կոֆեն խմեցի, եթե դուք էլ ինձ հետ խմեցիք, անուշ խմեք։ Սիրելիներս, այսօր որոշել եմ պատրաստել հնդկաձավար սոխով և տավարի խոզի միսը թարմը աղացած և աղացել եմ մի քիչ էլ հավի կրծքա միս, աղացած սոխով համեմունքներով կոտլետներ։ Սիրելիներս, այնպիսի տաք, արև, անուշ եղանակ է, չեմ ուզում ներս գնամ, բայց ինչ արած, պետք է գնամ խոհանոց, որ այսօրվա ճաշը պատրաստեմ։ Գնացինք, սիրելի հետևորդներ ջան, միասին։ Նախապես աղացել եմ թարմը տավարի խոզի միսը և հավի կրծքա միսը, ավելացնում եմ անհրաժեշտ բաղադրիչները, սխտոր, որը քերիչով եմ անցկացրել և մսաղացով աղացել եմ սոխը։ Ավելացնում եմ գդալու կես քաղցր կարմիր աղացած պղպեղ, չորացրած ցիտրոն և ռեհան, սև աղացած պղպեղ, Սիրելի հետևորդներ ջան, հետևեք իմ պատրաստած կոտլետների տարբերակը և դուք կտեսնեք, եթե պատրաստեք, իրոք ընտիր փափուկ կոտլետներ ենք ստանում։ Ավելացնում եմ նաև նախապես մանրացրած թարմը կանաչին, որտեղ կա համեմ սամիտ և մաղադանոս։
ավելացնում եմ աղ, հիմա սկսում եմ մի լավ խառնել, ես ձու չեմ ավելացնում թրջած հաց, նաև չեմ քերում կարտոֆիլ, դրա համար ձեզ ասում եմ հետևեք սիրելիներս, կտեսնեք, թե ինչ համեղ, հյութալի, փափուկ տարբերակ եմ ձեզ առաջարկում կոտլետների, ավելացնում եմ ձվի փոխարեն ջուր, գոլ վիճակում, սառից մի փոքր տաք, նորից լավ հունցում եմ, կոտլետների հյութեղ լինելու և համեղ լինելու պայմաններից մեկը լավ հունցելն է, պետք է միսը լավ հունցենք, որ աղացած մսի գնդիկները բոլորը բացվեն, այսպես հերթով սիրելիներս մանրակրկիտ պետք է հունցենք, ոնց որ խմորն ենք հունցում, տենց էլ հունցում եք, նորից եմ ասում սիրելիներս, ես ձվով չեմ պատրաստում, եթե ցանկություն ունեք պատրաստեք, իրոք դուք էլ կտեսնեք և կհամոզվեք, այլ ձվի փոխարեն ինչ եմ ավելացնում եմ բուսայուղ, բուսայուղի շնորհիվ է, որ կոտլետները ստացվում են շատ փափուկ և հյութեղ, նորից եմ լավ հունցում, այսպես հավեսով, ջիգարով հունցում ենք, իսկ աղը սիրելիներս ըստ ճաշակի բերանի համի, ձեր ցանկությամբ, այսպես միսը վերցնում ենք հերթով, ամանը պտտելով հերթով, հարվածում ենք, կողքից վերցնում ենք, հարվածում ենք, վերցնում ենք, հարվածում ենք, այդ ձևով հունցելով սիրելիներս միսը դառնում է թեթև և կոտլետներն են թեթև դառնում համեղ հյութալի, հիմա աղը կփորձեմ, որպեսզի եթե հանկարծ պակաս լինի կավելացնեմ, մի փոքր, չեմ սիրում հում միսը համտեսել, դա իմը չի, բայց պետք է փորձեմ, մի փոքր էլ պետք է աղ ավելացնեմ, աղը պակաս է, աղը ավելացնելուց հետո պետք է լավ հունցենք նորից, հունցելուց հետո կտեղափոխեմ միսը ուրիշ տարայի մեջ, սիրելիներս, կոտլետի միսը դատարկեցի ուրիշ թասի մեջ, հիմա բերանը կծածկեմ, կդնեմ սառնարանը, որպեսզի համերը համեմվեն իրար, այդ ընթացքում ես էլ կպատրաստեմ հնդկաձավար, գազօջախը վառել եմ, տապակը դրել եմ գազօջախին սիրելիներս, տապակի մեջ ավելացնում եմ մի քիչ բուսայուղ, հիմա օդազտիչն էլ միացնեմ և ավելացնեմ բուսայուղին հալած յուղ, հələ տեսեք, տակն էլ մի հատ սպիտակ թորթած չկա, շատ ընտիր հալած յուղ է, այսքանը բավական է, որպեսզի տապակեմ սոխը,
Հետո յուղը ընթացքում կավելացնեմ հնդկաձավարի վրա։ Յուղի բան կանդրել եմ սիրելիներս սառնարանը, դրա համար դժվարությամբ եմ քանդում։ Հիմա սիրելիներս սոխը կսկսեմ մանրացնել։ Մինչ յուղը հալվի լավ տաքանա, այդ ընթացքում կմանրացնեմ սոխը։ Մանրացնում եմ ոչ շատ խոշոր, ոչ էլ շատ մանր։ Սովորական ճաշի սոխից մի քիչ խոշոր եմ մանրացնում։ Սիրելիներս, այսօր այս տարբերակով եմ պատրաստելու։ Ընդհանրապես ես միշտ պատրաստում եմ գավյադինով, տուշոնկայով, իսկ այսօր որոշեցի միայն սոխով։ Ընթացքը մանրամասը ձեզ ցույց կտամ։ Հիմա կասեք տիկին Մարինե, ինչ մի բարդ ուտեստ ես պատրաստում, որ մանրամասը բացատրում ես։ Իհարկե, ամեն ուտեստն էլ ունի իր բացատրությունը։ Սիրելիներս, հիմա կմանրացնեմ և կավելացնեմ տաքացած յուղին։ Մանրացրած սոխը ավելացնում եմ տաքացած յուղին։ Սիրելիներս, կխառնեմ սոխը յուղի հետ, կթողնեմ բերանը բաց, որ տապակվի։ Եթե բերանը փակեմ, կշոքե խաշվի, ոչ թե կտապակվի։ Այնքան տապակի, մինչև դառնա ոսկեգույն։ Սոխը արդեն տապակվում է, գույնը փոխել է, դարձել է թափանցիկ, բայց դեռ չի կարմրել, մի փոքր էլ կտապակեմ, որ կարմրի, նոր կավելացնեմ արդեն հնդկաձավարը։ Սոխը արդեն լավ կարմրել է, ավելացնում եմ նախապես լվացած, մաքրած, ջրքանված հնդկաձավարը։ Եվ սոխի հետ պետք է հնդկաձավարը նորից տապակեմ, սիրելի հետևորդներ ջան։ Տեսնում եք, ամբողջ յուղն ու բուսայուղը սոխը կլանեց իր մեջ։ Ընթացքում կավելացնեմ յուղ։ Հիմա արդեն լավ սկսել է բովնվել։ Տեսնում եք, գույնը փոխեց հնդկաձավարը։ Արդեն հնդկաձավարը լավ բովնվել է, ավելացնում եմ եռման ջուր։ Այնքան պետք է լցնեմ, որ հնդկաձավարը ծածկվի, մի մատ բարձր լինի ջուրը հնդկաձավարից։ Կրակը հիմա իջեցնեմ, մի փոքր էլ ջուր կավելացնեմ, խառնեմ, այո, մի փոքր ջրի կարիք ունի, այսքանը բավական է։ Աղն էլ կավելացնեմ, սիրելի հետևորդներ ջան։ Կխառնեմ, բերանը կծածկեմ, մարմանդ կրակով թող եփվի։ Հիմա աղը կփորձեմ, տեսնեմ աղությունը հո ալանի չի։ Աղը լավ է, բերանը ծածկեմ, արդեն թողնեմ եփվի։ Արդեն լավ ջուրը քաշվել է, եփվել է։ Սիրելիներս, պետք է ավելացնեմ յուղ։ Վերջում եմ ավելացնում, որպեսզի համ հատիկ լինի հնդկաձավարը, համ էլ փայլուն, իմ լավ բարեկամներ, այդ թե ինչու եմ վերջում ավելացնում։ Մաքրեմ գդալն յուղով, խառնեմ, բերանը հիմա բաց կթողնեմ, տապակի, որպեսզի արդեն լրիվ գոլորշիանա։ Ուղղակի մի հատ յուղը խառնեմ, որ հալվի հնդկաձավարի մեջ։
ջատեմ կրակը, պատրաստ է արդեն մեր հնդկաձավարով, սոխով փլավը, տեսեք սիրելիներս, մի հատ ջրի կաթիլ չկա, ստացվեց հատիկ, համեղ, փայլուն հնդկաձավարով փլավ։ Հիմա արդեն կանցնենք կոտլետները պատրաստմանը։ Սիրելիներս, փլավը պատրաստեցի, վերջացրեցի, կոտլետներն ուզում էի տանեի ջերմոց, որպեսզի բուսայուղի մեջ տապակեմ, հարցս չթողեց, ինքն է բերել, որդուս հետ տապակում է, դե ընթացքը սիրով ցույց եմ տալիս ձեզ պատրաստման եղանակը։ Մինչ կոտլետները կպատրաստեն, կբերեն, ես էլ որոշեցի սոխը կիսալուսնաձև բարակ շերտով մանրացնել նաև թարմը սամիտ և մաղադանոս, որպեսզի կոտլետների հետ մատուցեմ, սիրելիներս։ Կոտլետները իմ առաջարկած տարբերակով շատ ընտիր փափուկ է լինում և հյութալի, պատրաստեք, կհամոզվեք, որ իրոք շատ հյութալի, համեղ է ստացվում։ Շատ բարակ եմ կտրում, որ գեղեցիկ լինի։ Այսպես ձեռքերով կբացեմ, կշարեմ, իսկ հիմա մանրացնեմ արդեն թարմը կանաչիները, սամիտ և մաղադանոս։ Այս կոթի մասերը շատ չորոտ են, հանեմ, նոր մանրացնեմ։ Սոխն ու կանաչին էլ պատրաստեցի, մնաց կոտլետները բերեն։ Դե ինձ սիրելիներս, կարծում եմ դուր եկավ իմ տարբերակով պատրաստած հնդկաձավարով փլավը, հատիկ փլավ է, սիրելի հետևորդներ ջան, և կոտլետները ընտիր, փքուն, փափուկ, հյութեղ կոտլետները
մատուցում եմ սոխով, թարմը սամիթով և մաղադանոսով, սիրելի հետևորդներ ջան։ Այսօր էլ այսքանը, սիրելիներս։ Մեզ բարի ախորժակ, ձեզ էլ բարի դիտում։ Շնորհակալ եմ, որ դրական եք, շնորհակալ եմ, որ դիտում եք։ Ստեսություն, մինչ նոր տեսահոլովակ։ Ձեզ հետ էր ձեզ շատ սիրելի տիկին Մարինեն։ Ստեսություն, եղեք առողջ և օրհնված։